Բարև ձեզ, իմ զրուցակիցը սոցիալական աշխատող Մագդա Գասպարյանն է։ Բարև ձեզ, Տիկին Գասպարյան։ Բարև ձեզ։ Դուք այս ոլորտում արդեն գրեթե 20 տարվա փորձառություն ունեք։ Այս պահին որոնք են մեր հայրենակիցներին հուզող ամենասուր սոցիալական խնդիրները, Մագդա։ Հոգեկան առողջության խնդիր ունեցողներն են։ Այն ընտանիքներն են, որոնք չունեն բնակարաններ, եւ այս պահին սոցիալական աշխատողը չունի այն ռեսուրսները, որ կարող է առաջին օգնությունը ցուցաբերել։ Ցենց օրինակ բերեմ։ Բնակարանը վառվել է քաղաքացու, մենք պետքա քաղաքացուն չթողենք անօթևան, ես չունեմ այն ռեսուրսը, որ անհապաղ միջոցներ ձեռնարկեմ եւ քաղաքացուն իր ընտանիքով կացարանում տեղավորեմ։ Մենք չունենք այն ռեսուրսը, որ հոգեկան առողջության խնդիր ունեցող մայրը, ով որ խնդիրներ է ստեղծում ամեն րոպե ընտանիքում, լուցկիներ է գտնում, վառում է, կոտրում է, վնաս է տալիս, որ տեղափոխենք հոգեկան առողջության կենտրոն, որտեղ հոգեկան առողջության կենտրոնում արդեն շատ համալրված են եւ պետքա մեկը դուրս գա, որ մյուսին տեղավորենք։ Իմ ամենացավոտ այս պահին հարցը իմ համար դա է։ Հոգեկան առողջության խնդիրների մասով մի ենթահարց, արդյոք հիմա ուղղությունը չի գնում, որ մասնագետների հետ աշխատեն եւ հիմնական չմնան առանձնացված կենտրոններում, թե կան դեպքեր, որոնց պարագային պիտի առանձնացված լինի մարդը։ Տեսեք, ընտանիք է, աղջիկը ունի 3 երեխա, մայրը հոգեկան առողջության խնդիր ունի։ Այս դեպքում պետք է առանձին շուրջօրյա խնամքի կենտրոն լինի, հատուկ կարիքները բավարարելու հատուկ կենտրոն լինի, որը Հայաստանի Հանրապետություն շատ քիչ են։ Այսինքն կենտրոնները քիչ են, բայց հատուկ խնամքի կենտրոնում մնալու ենթակա մարդիկ շատ ավելի շատ են։ Այո։ Վերջին տարիներին միտում նկատում եք, որ ավելի շատացել են հոգեկան խնդիր ունեցող մարդիկ, թե այո, տարիներ աշխատել եմ մի համայնքում, ես չեմ առնչվել հոգեկան առողջության խնդիր ունեցողների հետ գրեթե։ Այս պահին աշխատում եմ մի համայնքում, որտեղ գրեթե ամեն օր բախվում ենք այդ խնդրի հետ։ Ամեն վայրկյան բախվում ենք անօթևանների հետ, որոնք չունենք կենտրոններ եւ անգամ իրենց կողմից ցանկություն էլ չկա այդ կենտրոն գնալու։ Ու մենք անընդհատ մեղադրվում ենք, որ սոցիալական աշխատողը ոչինչ չի անում անօթևանին կացարանով ապահովելու համար։ Պետական միջոցները որքան տրամադրվում է, այնքան էլ կենտրոնը դուք կարող եք անել։ Այո։ Այս պահին գնում ենք ավելի համակարգային փոփոխությունների սոցիալական աշխատողները, ավելի շատ աշխատելու է on-line հարթակը, Սյունիքում եւ Կոտայքում փոխվում է այդ անապահովության նպաստի տրամադրման տեսակը, քաղաքացին on-line է դիմումը տալու, on-line հարթակով գնա մինչեւ տնային այցելություն սոցիալական աշխատողի կողմից, բայց մեր քաղաքացիները կրթական մակարդակը այդ մակարդակում չի, on-line պետք է տան, բայց նորից մոտենում են ծառայություն եւ փորձում են ծառայությունում այդ դիմումը տալ։ Տեխնիկական մասն է, որ այդ գիտելիքներն էլ մարդը պիտի ունենա։ Մարդը պետք է ունենա։ Մենք պետք է հասնենք նրան, որ մարդը իր թոշակը, քաղաքացին կարող է իր տանը նստած թոշակի փոփոխություն կատարել։ Օրինակ, բանկի փոփոխություն կատարել։ Ու մեծահասակ մարդը կամ կինը ինչպես պիտի դնա, կամ հեռախոսել չունի։ Հեռախոսել չունի, այո։ Այսինքն այդ կրթական, այդ հնարավորությունը քաղաքացու առաջինը քաղաքացու հնարավորությունները պետք է բարձրացի, նոր գնանք դեպի on-line հարթակ։ Այս պահին ես վախվորած անտարբերություն եմ զգում քաղաքացիներին մեջ։ Անկամ իրենք իրենց համար չեն ուզում քայլեր ձեռնարկել։ Ուզում են անպայման իրենց տեղը ինչ-որ մեկը անի, որ թեկուզ մեկ անգամ կատարել է այդ գործողությունը։ Մինչև իրենց կողքը չի լինում մեկը, որը թեկուզ հարևանը, որը կատարել է այդ գործողությունը, իրենք մենք չենք կարող, հարևանը արդեն մեկ անգամ արել է։ Սոցիալական աշխատողները շատ մեծ դեր խաղացին, մանավանդ 23 թվականի բռնի տեղահանված մեր քաղաքացին, մեր հայերի հետ, ես չեմ ասում արցախցիների հետ, մեր հայերի հետ, մերոնց հետ, այսպես ասեմ, որտեվ մենք օր ու գիշեր աշխատեցինք, օր ու գիշեր, ուղղակի լուր իրենց հետ քայլեցինք առաջ։ Ընդհուպ մինչև հերթագրման սարքից օգտվելուց քաղաքացիները անգամ այնքան վախվորած էին, որ հերթագրման սարքից չէին կարողանում օգտվել։ Եվ շատ խնդիրներ դեռ չլուծված են մնում եւ լրացուցիչ աջակցությունը, որ
կա այս պահին էլ չի լինելու։ Դուք ինչպես եք տեսնում, ինչ լուծում է հնարավոր գտնել այս հարցին։ Գումարը աջակցություններ, որ իրենք կարողանային գոնե ամսվա իրենց վարձերը տային։ Գիտեք, մասնագիտական կողմնորոշում պետք է լինի նախ առաջին հերթին։ Քաղաքացիները, մեր քաղաքացի, որոնք այնտեղ աշխատել են մեկ ուրիշ մասնագետ, եկել են, իրենք այդ մասնագիտությամբ չեն կարող աշխատել։ Ինչու՞։ Լեզվի խնդիր կա, կողմնորոշման խնդիր կա, քաղաքացին եկել է, արցախցին եկել է, բերում է թղթերը, որ ինքը դատախազ է այնտեղ աշխատել, բայց այստեղ իրեն ոչ մեկ դատախազ չի կարող շարունակել իր մասնագիտությամբ։ Պատկերացրեք, հացթուխ է գնացել աշխատում։ Չդժվար բան է։ Ընդհանրապես իրար չհամընկնող մասնագիտություններ են։ Տղամարդկանց 80%-ը, որ այնտեղ տարբեր գործեր են արել, այո, մասնագիտություններ են ունեցել, հիմա այդ բոլոր մասնագիտությունները թողել են մի կողմ եւ 80%-ը հավանաբար տաքսի է վարում։ Այո, առաջին ժամանակներում, օրերում, որ գալիս էին, ասում էին, այս աշխատանքը քանի ձեզ առաջարկում ենք, խնդրում եմ, քանի կան թափուր տեղեր, վերցրեք, դուք մի սպասեք։ Ու գիտեք մեկ էլ, Արցախում ավելի բարձր աշխատավարձով են աշխատել։ Նույն աշխատանքը։ Դու այստեղ իրենց առաջարկում ես աշխատանք, որը շատ ավելի ցածր է։ Ներքին բախումներն էլ են խանգարում իրենց։ Հետո այստեղի վարձատրությունը, այստեղի բնակարանների արժեքները, վարձակալության արժեքները շատ տարբեր են այնտեղից։ Պետք է հավատան իրենց ուժերին ու գնան առաջ։ Այս պահին արդեն սթափվել են, շատերը գալիս են ու ուզում են աշխատել։ Վախվորած վիճակի մեջից դուրս են եկել արդեն։ Իսկ ելքը ինչպես են տեսնում, երբ զրուցում եք։ Շատերը դուրս են եկել մեր երկրից։ Մարդիկ չեն կարողանում ապրել։ Նրանք, ովքեր կունենան հնարավորություն երկրից դուրս գալու, կարծում եմ կգնան, որովհետև այստեղ չեն կարողանում աշխատել ու ապրել։ Ինչքան էլ մենք զբաղվածությունով, թափուր շատ աշխատանքներ, գործատուների հետ աշխատում ենք, բայց ադապտացիոն շրջանը շատ դժվար է իրենց համար արցախցիների մեր։ Օբյեկտիվորեն նաև պայմաններն են շատ դժվար, որովհետև մարդը, որ այստեղ իր կեցության վայրը ունի, իր աշխատանքը ունի, իր գործ ունի, նույնիսկ այդ մարդկանց շատերի համար շատ դժվար է։ Տեսնում ենք որքան է բարդացել կյանքը։ Եվրոպական ամենաթանկ երկրների գներն են Հայաստանում։ Եվ մյուս կողմից էլ դիտարկում ես մարդ, որը եկել է այստեղ տուն չունի, կեցության վայր չունի, ստիպված է ոչ իր մասնագիտությամբ աշխատել։ Հաշվապահությունը։ Մենք աշխատում ենք հաշվապահները մեր այստեղի աշխատում են լրիվ ուրիշ ծրագրերով, Արցախում աշխատել են լրիվ ուրիշ ծրագրերով։ Այսինքն ինչ-որ բաներ զրոյից սովորելու խնդիր կա հիմա։ Ու ես իմ փորձից ինչքան մեծանում ես, այնքան սովորելու դժվարությունը ավելի է, չէ՞։ Իհարկե, դժվարանում ես, շատ դժվար է։ Եվ այդ տարիքի երեխաները չեն հարմարվում մեր այստեղի երեխաների հետ, մեր այստեղի երեխաները չեն հարմարվում իրենց հետ։ Իսկ ի՞նչն է խնդիրը։ Այստեղ երեխաները ջերմ չեն ընդունել, թե լեզվի բարիեր կա։ Լեզվի բարիերը կա եւ մեղքի զգացումը, իմ աղջիկները մեղք են, բան մի մեղ։ Բայց դա ճիշտ մոտեցում չի, չէ՞։ Սխալ մոտեցում է։ Այ մեր մոտ մեղք են, իրենք կորցրել են ու իրենց վանում են մեզանից։ Իրենք էլ չեն սիրում, որ իրենց մեղք կան։ Իհարկե, դժվարանում եմ գնահատական տալ երբևէ, որովհետև շատ տարբեր են օրինակներն ու մոտեցումները։ Ես տեսնում եմ օրինակներ, որ շատ ջերմ են, որևէ միջավայրում շատ ջերմ են ընդունել, իսկապես շատ ջերմ եւ փոխադարձ ջերմ հարաբերությունները։ Տեսնում եմ խայտառակ ամոթալի օրինակներ, խայտառակ, որ նույնիսկ կարող են երեխային թիրախավորել։ Ընդհանուր գնահատական տալը դժվար է, որովհետև եւ կան այսպիսի օրինակներ, եւ այնպիսի օրինակներ։ Բայց այնուամենայնիվ դուք հետաքրքիր բան ասացիք, մեղքը գալու այդ մոտեցումն էլ պիտի հանել, որովհետև դա էլ ճիշտ ուղղությամբ չի տանում, այսինքն մեր հայրենակիցներն են եկել են այս պահին այսպես է, եւ մենք միասին պիտի ապրենք ու շարժվենք առաջ։ Բոլորս հավասար պայմաններով։ Հետո իրենք էլ են սովորում դրան։ Գիտեք, շատերն էլ սովորում են, որ դուք մեզ պետքա մեղ գաք, մենք կորցրել ենք ամեն ինչ։ Մի քանի օր առաջ մի կին էր եկել, ասում է, ես այս եմ ունեցել, կորցրել եմ ամեն ինչ։ Մեկ էլ աշխատակցին մեր այն մյուս սոցիալական աշխատող ասում, Գոհար ջան, մի հատ կգաս։ Ասեմ, տեսեք, ինքը 20 տարի առաջ կորցրել է իր բնակարանը։ Ձեր նման վարձով է բնակվում։ Ձեր նման աշխատում է, վարձակալությամբ է բնակվում։ Սենց այս կինը սկսեց, սենց հալն է։ Ասում, դու ձեզ թվում է, որ մենք բոլորս տեղ աշխատում ենք, բոլորս մեր բնակարաններում ենք ապրում։ Մենք էլ ենք ապրում ենք։ Երեխաների հարցն է ինձ շատ ավելի մտահոգում, որովհետև երեխաների դեպքում շատ ավելի նուրբ մոտեցում է պետք։ Դա էլ մեր ընտանիքներից տարվող դպրոցում, դա
Այդ բարքերն են, մենք դասախոս ունենք, ասում ենք չկա լեննականցի, աշտարակցի, երևանցի, այդա պիտի դուրս գա։ Իսկապես, երբ որ մենք Հայաստանի Հանրապետության բոլորս լինենք քաղաքաց, մենք մեր հայրենակիցներն ենք, այդ բարիերները դուրս են գալու։ Իսկ եղել է մի պատմություն, որ դե շատ ցնցել է։ Մի կնոջ պատմություն էր, այդ օրերին էր, շուրջօրյա հերթափոխով աշխատում էինք, Սևազգեստ կին էր, եկավ իր մայրիկի համար էր, ասես նոր ենք տեղափոխվել Երևան, սոցիալական աշխատող էր աշխատել Արցախում, եղել էր բաժնի պետ, կորցրել էր 2 որդիներին եւ ամուսնուն պատերազմի ժամանակ։ Ես իմ 20 տարիների ընթացքում այդպիսի ուժեղ, այդպիսի կայուն, այդպիսի բարի անձնավորություն տեսած չկամ։ Օգնում էր բոլորին։ Ինչով չէր չարացել։ Այ հիմա որ ասում են կյանքն է չարացրել, ես դրա հետ չեմ համաձայնում, որովհետև կյանքը չի չարացնում մարդուն։ Մարդը ոնց կան հենց սա լինում։ Այդ կինը օգնում էր բոլորին։ Հասկանում էր դու ինչ ես խոսում, դու բացատրում ես, թեկուզ ինքը ուներ խնդիր, այլ վարձակալության տուն չկար, տուն էինք ման գալիս իր համար, աշխատանք չուներ, հաշվապահություն սովորեց, որպես հիմա հաշվապահ աշխատում։ Ու իր մորն ապա։ Ոչ մեկին չունի, քույր, եղբայր, ոչ բացարձակ չունի ոչ մեկին։ Հայ կնոջ ուժեղ կերպար էր այդ կինը իմ համար։ Կյանքում ամենաթանկներ ինքը կորցրել։ Աշխարհի նկատմամբ չէր չարացել, Աստծո լինում են դեպքեր, չի ասում են Աստվածի այսպես, բայց չէր չարացել բացարձակ։ Ես ընդհանրապես ուժեղ մարդ եմ, ինձ զարմացնել, կարողանում եմ ինքս կառավարել, բայց ես մի ամբողջ օր իրենից հետո ես չէի կարողանում հանգստանալ։ Իր այդ ուժեղ լինելուց։ Հիշում եմ տարիներ առաջ շատ քննարկվում էր ընտանեկան բռնության թեման, սոցիալական աշխատողի դերը այստեղ, արդյոք սոցիալական աշխատողը պիտի միջամտի, թե չպիտի միջամտի, որքան պիտի լինի այդ միջամտությունը։ Ի վերջո, այդ հարցը ինչ որ մի լուծում ստացավ, թե էլի խմորումների փուլում է։ Խմորումների փուլում։ Շատ ենք խոսել Հեղինե ջան, որ սոցիալական աշխատողը պետք է ունենա իր դերը ու եթե պետք է կտրուկ քայլեր կատարել, սոցիալական աշխատողի կողմից դա պետք է արվի, բայց սոցիալական աշխատողը չունի այդ կտրուկ քայլերի հնարավորությունը։ Սոցիալական աշխատողը այն ուժեղ զենքը պետքա լինի պետության, որ քաղաքացին զգաստանա սոցիալական աշխատողից։ Ինչպես, եթե ընտանիքում եղել է բռնություն, սոցիալական աշխատողը ունենա իրավունք գալու եւ ասելու, որ ես պետքա այդ բյուրոկրատիաները սոցիալական աշխատողը պետքա չսպասի, վայ, թղթաբանությունը մի րոպե, հանենք այս 3 օր անցնի 3-օրյա ժամկետում, այս դիմումը բերենք, չգիտեմ 5-օրյա ժամկետում, ժամկետներ պետք չեն։ Եթե դու տեսնում ես այս պահին բռնություն կա, ոնց են շատ երկրներում երեխային մեկուսացնում ես ընտանիքից ու հասկանում ես հետագա քայլերդ, բայց այս պահին մենք չունենք այդ ռեսուրս, մենք անգամ տրանսպորտի միջոց չունենք այդ պահին արձագանքելու։ Մեզանում արմատացած մոտեցում կա, որ ընտանիքը դա մի վայր է, որտեղ չպիտի երրորդ կողմը մտնի, բայց հատկապես վերջին տարիներին, երբ ինֆորմացիան ավելի բաց է, մենք այնպիսի օրինակներ ենք տեսնում, ընտանիքներում այնպիսի բաներ են տեղի ունենում, որ սարսափելի է նույնիսկ մտածել, որ այդ ընտանիքում երեխաներ են մեծանում։ Այդ արտահայտությունը իհարկե ընտանիքը սրբություն է, բայց լավ ընտանիքն է սրբություն։ Միջավայրի խնդիրներ կա այստեղ։ Մենք նաև տեսնել ենք օրինակներ, որ բռնության արդյունքում մարդիկ մահացել են, ծեծի արդյունքում, եւ հարևանները լսում են ձայները, համարում են, որ իրենք պիտի դա իրենց գործը չի, դա դիմացինի ընտանիքն է։ Այո, ունեցել ենք օրինակ, ամուսիններով ամուսնալուծվել էին, հայրը պրովոկացիայի էր ենթարկում մորը ու տարբեր համայնքներում դիմումներ էր ներկայացրել, ամուսնալուծվել են, երեխաներին ուզում էր տեսակցություն, երեխաները բացարձակ չէին ուզում տեսնել, երկար ժամանակ քննարկվում է այդ հարցը, բոլոր հարթակներով, երեխաները անգամ այնքան վախեցած էին հորից, տարբեր խոսակցություններ էի լսում, մայրն անեց հարել սերմանել երեխայի մեջ, որ հորից վախենա, բայց եթե դու 3 րոպե հոր հետ խոսում ես, դու հասկանում ես ինչ կերպար է, անգամ կալանավորվեց հայրը, բայց էլի հայրը գալիս է, հիմա ոստիկանուց բարեկային ոստիկանները ուղեկցում են այդ կնոջը երեխաների հետ տուն, բայց ոչինչ ոչ մեկ չի կարողանում անել, դեռ ոչ հայրական իրավունքից է զրկված, սա ես ձեզ ասում եմ 5 տարվա պատմություն։ Եվ հարևաններն էլ բացարձակ, անտարբեր, թե կգա դուռը կկոտրի, թե երեխաներին կվախացնի, թե կգնա դպրոցի դիմաց կկանգնի ու կբղավի,
որ ուզում է երեխաներին տեսնի։ Իդեպ մեր հասարակության մեջ մի այսպիսի խնդիր էլ կա, չգիտես ինչու, մարդիկ փորձում են հասկանալ եւ արդարացումներ փնտրել բռնարարների համար անգամ։ Եվ ասում են, որ միգուցե կինը հասցրել է եւ անկախ նրանից, թե ինչ է տեղի ունեցել, եթե ավելի ուժեղը բռնություն է կիրառում ավելի թույլի նկատմամբ, հատկապես եթե ուժեղը ավելի թույլ, գտնել որևէ արդարացում չկա։ Այդ բարքին, այդ արարքին ոչ մի արդարացում չկա իմ կարծիքով։ Բայց որպես մասնագետ ես պետքա հավասարազոր, պետքա երկուսին էլ չէ, երկու եւ բռնարարին եւ տուժածին, բայց մեկ-մեկ արդեն տեղի կա տալիս։ Այդ անտարբերությունը մեր քաղաքացիների իսկապես տատիկ ունենք, մի ամիս է տատիկով մենք հազիվ տեղավորեցինք շուրջօրյա խնամքի կենտրոն տատիկին, աղջիկը հոգեկան առողջության խնդիր է ունեցել, բայց փաստաթղթային չկա ոչ մի փաստաթուղթ, որ դա ապացուցի։ Տարիներ շարունակ կնոջը բռնության է ենթարկել տատիկին, բայց քանի որ իր աղջիկն է, իր երեխան է, ինքը իր երեխայի կողքից ենք, չէ, ասում է, լավ է վերաբերվել։ Չի բարձրաձայնում։ Հիմա այդ չի բարձրաձայնում։ Հիմա նոր հարևանները, քանի որ արդեն մենք ենք միջամտում, սոցիալական աշխատողները գնում գալիս են, նոր մի քանի հարևան սկսել են, հա, մենք լսել ենք ձայներ, մենք սենց, այն էլ այդ որ տատիկը 3 օր շարունակ բղավել է պատշգամբից, որ աղջիկս լավ չի, խնդրում եմ մոտեցեք, մի հարևան գթասիրտությունը ում դուռը բացել է, տեսել է աղջիկը կատվածով ընկած է գետնին, ու շտապօգնություն են կանչել, տեղափոխել են հիվանդանոց։ Հիմա տատիկին մենք մեր միջոցներով կարողացանք տեղափոխել, մեր համայնքի միջոցով կարողացանք տեղափոխել խնամքի կենտրոն։ Մեր գործընկեր հասարակական կազմակերպության միջոցով կարողացանք, մենք չունենք դա, հասարակական կազմակերպությանը խնդրեցինք, գործընկերային եւ տեղափոխել ենք տատիկին։ Արդեն աղջիկը լավ է, բայց շարժունակություն չունի, վերջույթները չեն աշխատում։ Հիմա պետքա տեղափոխվի իր բնակարան։ Տատիկին էլ արդեն պետքա բերենք իր բնակարան, բայց խնամք է հարկավոր։ Շուրջօրյա, ամենօրյա, ամեն րոպե խնամք է հարկավոր երկուսին էլ։ Մենք չունենք այդ հնարավորությունը։ Կարմիր խաչի միջոցով փորձեցինք խնամք ապահովել, որոնք Երևանում չեն ապահով, ծրագիր չունեն։ Այդ մարդկանց ճակատագիրը ինչպես պիտի դասավորվի նման դեպքում։ Պետությունը յուրաքանչյուր դեպքում պատասխանատու է, չէ՞ իր։ Այո, հատկապես ոչ կարողունակ քաղաքացուն, բայց այս պահին մենք տուպիկի դիմաց ենք կանգնել, անելանելի վիճակում ենք։ Եվ դա ընդամենը մեկ օրինակ է։ Դա ընդամենը մեկ օրինակ է։ Եվ բազմաթիվ այդպիսին օրինակներ կան, իդեպ բռնության թեման նաև շարունակելով մի սոցիալական աշխատող հետաքրքիր դեպք պատմեց, շատ տպավորվել էր, ասում է երիտասարդ զույգ էին եւ ամուսինը ծեծում էր կնոջը եւ ասում է անընդհատ մենք գիտեինք այդ դեպքի մասին եւ որոշեցինք, որ սոցիալական աշխատողը այցելի ամուսնու ծնողների տուն եւ փորձի ծնողների հետ զրուցել, ինչ-որ մի լուծում գտնեն, ասում է դուռը թակեցի, դուռը բացեց մայրը տղայի, որի աչքի տակը կապտուկ էր։ Այսինքն այդ երեխան էլ մեծացել է այդպիսի միջավայրում։ Հիմա եթե շղթան շարունակվում է, տեսեք ինչ վտանգավոր շարունակություն է ունենում։ Դաժանություն, յուրաքանչյուր բռնություն գալիս է մանկությունից։ Երբ որ երեխան շատ սիրված է լինում, երբ որ երեխան ցանկալի է լինում, շատ լավ մարդ է դառնում։ Կյանքում հաջողում է ու ամենակարևորը բարիություն է ունեն։ Իսկ այն երեխաները, այն քաղաքացիները, որոնք մեծացել են, այն որ ինչ որ մի բան պակաս է մնացել, սեր, հարգանք, այդ խորանում է ու դառնում է իրենց ապրելակերպ։ Շատ սեր պետք է տանք։ Այս պահին բացակայում է սերը, հավատքը, հարգանքը։ Ես ուզում եմ հասկանալ սոցիալական աշխատողը ինչպես կարող է այդ հարցը լուծել։ Դիցուք, եթե զույգի միջև կա անախորժություն, վեճեր են անընդհատ, սոցիալական աշխատողը կարող է մի անգամ գնալ զրուցել, 2 անգամ գնալ զրուցել, բայց արդյոք դա կլուծի խնդիրը։ Գիտեք, ունեցել ենք դեպքեր այդպիսին։ Ես ինքս կնոջ հետ ամեն օր զանգում եմ, ինչպես ես։ Այնպես ստացվեց, որ ես հասկացա, որ բռնության է ենթարկվում անընդհատ այդ աղջիկը։ Բայց ուղիղ չէր ասում։ Ուղիղ չէր ասում։ Օրինակներով, աշխատանքով, ամենօրյա աշխատանքով աղջիկը սկսեց ինքը իրեն հավատալ, որ ինքը կարող է։ Կրթությամբ իրավաբան էր, բայց ինքը անգամ չէր հիշում, որ ինքը մասնագիտություն ունի։ Փորձում էի աշխատաշուկայում գտնեի մի հատ գործ, որ ինքը կարողանար առավոտից 9-ից 4-ը աշխատեր։ Սկսեցի աշխատել նրա վրա, որ ինքը հավատա, որ ինքը կարող է իրավաբանալ, ինչու՞ չէ։
Սկսեցինք նոր աշխատել, հələ կարդալ, տես ինչ է, հիմա ինչեր կան փոխված քո, հələ ու գիտեք այդ տղամարդ այդ ամուսինը, որը որ իրեն չէր հավատում, որը իրեն դե այն տղամարդիկ, որոնք բռնության են ենթարկում կնոջը, իրենք ավելի բարձր են իրենց դասում, չէ՞ կնոջից, իրենք ուժեղ են, իրենք ամեն ինչ կարող են, բայց կինը չի կարող։ Այս դեպքում ամուսինը սկսեց կամած հարգել։ Հիմա հրաշալի ընտանիք ունեն։ 3 երեխաներով։ Իսկապես այդպես կարող է այդպես վատ իրավիճակը մեկ էլ դառնալ հրաշալի։ Երբ որ դու թույլ ես տալիս, երբ որ ամեն անգամ մեկը մտնի բղավի ձեզ վրա, գումա որ դուք ոչ պաշտպանվում եք, դուք հարմարվել եք դրան, դուք չեք պահանջում, որ ձեր հետ ուրիշ ձև վարվեն, դուք գտնում եք, որ դրան արժանի եք, որ ձեր հետ վարվեն։ Ու այդպես էլ շարունակվում է, բայց երբ որ դու թելադրում ես քո պահվածքով, որ դու շատ ավելին ես արժանի, դու կարող ես առանց իրա գոյատևել, առանց իրա ապրել ու ավելին հասնել, քան իր հետ, այս դեպքում մի քիչ մենք հաջողեցինք, որտեվ այն վախի զգացումը կար տղամարդու մեջ, որ իր կնոջը կկորցնի։ Ամեն դեպքում զգացմունք ուներ։ Այո, ամեն դեպքում զգացմունք կար, զգացմունքը հաղթեց։ Երբ եք հասկանում, որ միևնույն հարցը չի լուծվելու եւ երբ հասկանում եք դուք ունեք իրավասություն դա ուղիղ ասելու թե ոչ։ Կան չէ դեպքեր, որ հասկանում եք, որ անլուծելի է այդ հարցը։ Այո, կար դեպք վերջի տարիներին, երբ որ հայրը բաժանված էր, 2 տղա երեխաներ ուներ ու ուներ ընկեր, որը իրենց հետ էր ապրում։ Այսինքն մայրը ուներ ընկեր, որ Այո, ընկերն էլ ապրում էր այդ ընտանիքում, որտեղ երեխաներ, տղաներ էին։ Տղաները 14-15 տարեկան էին, մոր հետ բախումների չէին ընդունում ընկերոջը, մոր պահվածքը չէին ընդունում եւ տղաները իրենք եկան ու ասացին մենք ուզում ենք գնանք խնամքի կենտրոն, մանկատուն, ժողովրդի լեզվով ասած։ Գնացին, հետո մայրը փորձեց մի տղային հետ բերել, միշտ ասում եմ, ստեղ չենք հաջողելու։ Հայրը իրենց մոր դիմաց էր, հանում էր մոր դիմաց, բոլոր կողմերից երեխաներին խառնում էին։ Վերջով երեխաներից մեկը կալանավայրում հայտնվեց։ Բայց մենք գիտենք ի սկզբանե, որ անզոր ենք լինելու։ Երեխաները գնացին կենտրոն, որտեղից փախան, հետո մայրը գնաց մեկին հետ բերեց, այն մեկին պատժելու համար, թողեց, ավելի մոր դիմաց դուրս եկան 2 եղբայրներով, որ այս մեկին տանում, 2 եղբայրներ գժտվեցին իրար հետ։ Երևի նաև սոցիալական աշխատողների խնդիրները չի գնահատականներ տա, բայց պատասխանատվությունը ծնողի վրա է, չէ՞ ամեն դեպքում։ Այդ դեպքում այս ծնողը պատասխանատվություն չէր զգում։ Մեր տղաներ են, պետքա տղաներ են, իրանց հորն են լսում, թե թող գնան ինչ ուզում են անեն։ Ամուսինների անառողջ հարաբերությունների հետևանքով դա տեղի ունեցավ։ Սովորաբար ամուսինների անառողջ հետևանքի պատճառով միշտ ուժում են երեխաները։ Ու երեխաները իրենց համար թիրախ են, իրար վնասելու։ Զույգերը իրար վնասում են երեխաների միջոցով։ Շահարկելով երեխաների գործոնը։ Մանկատների մասին խոսեցիք, հիմա անվանումը փոխվել է, բայց ըստ էության էությունը չի փոխվել։ Ես գիտեմ, որ խոսույթով համարվում է, որ պիտի մանկատան գաղափարը վերանա եւ խնամքի կենտրոններ լինեն, տանը մոտ միջավայր լինի, բայց ըստ էության էությունը չի փոխվել, թեև անվանումն է փոխվել։ Թեպետ մանկատներից հետո ինչպես է դասավորվում մանկատան նախկին սաների ճակատագիրը։ Հատկապես աղջիկների դեպքում հիմա ինչպես է ստացվում, չափահաս դառնալուց հետո իրենք դուրս են գալիս այդ միջավայրից եւ իրենք տուն չունեն, բարեկամներ չունեն, ծնողներ չունեն, ինչպես է դասավորվում իրենց ճակատագիրը, ինչ է արվում, ինչ չի արվում, ինչ պիտի արվի։ Դա հարաբերական։ Կան երեխաներ, որոնք թե տղա, թե աղջիկ, որ հաջողում են կյանքում, լավ մասնագետ, իրենց ընտանիքն են կառուցում։ Շատ դեպքեր եմ տեսնում, որ իրենք իրար մեջ են ամուսնությունները, իրենք իրար մեջ չեն ուզում դուրս գան, բայց շատ դեպքեր կայանում են։ Ու իրանք ուժեղ մարդ լինելով կարողանում են կամ թուլանում են շատ կործանվում են կամ էլ շատ բաների կարողանում են կայանալ, կարողանում են ընտանիք ձեռք ու շատ պինդ ձեռքերով այդ ընտանիքը պահել։ Պետական ծրագրեր իրականացվում են հետագայի հետ կապված, իրենց օգնելու կեցության վայր գտնելու կամ աշխատատեղ փոփոխություններ լինելու են, շատ փոփոխություններ։ Մի քիչ դանդաղ են գնում առաջ, բայց լինելու են։ Դուք ինչ դեպքեր գիտեք, որ ձեզ մոտ շատ տպավորվել է, եւ դրական եւ բացասական։ Դրական օրինակ ունեմ
ասեմ, այդ ունենք կին, որը ուներ շատ երեխաները այնտեղից արդեն որպես սան ավարտեցին ու երեխաները իրանց մամային պահում են ու չեն չարացել իրանց մոր նկատմամբ ու իրենք էլ շատ լավ յուրաքանչյուրը մի մասնագետ, մի վարպետ է պահում են, ապրում են ու շատ ամուր ընտանիքներ ունեն։ Ու ունեմ մի աղջիկ, որը դուրս էր եկել ու իր մոտ այսպես ասած բնավորությունը երեխա ունենալը մանկատուն հանձնելը։ Այսինքն ինքը լինելով մանկատան սան ունենում էր երեխաներ եւ հանձնում։ Ես որ մի օր հարցրեցի, ինչ ես ասում, ես տենց եմ, թե իրանք ինչով են ինձանից պակաս ավել ասում։ Ոչ թե պակաս, այլ ավել, ինչով են ավել ինձանից։ Թող իրենք էլ տենց ապրեն։ Չես կարող ասել էլի որ միանշանակ այսպիսին են դուրս գալիս այնտեղից միանշանակ այսպիսին է օրինակները մարդիկ շատ տարբեր են շատ բայց ամեն դեպքում բարդ բան է չէ 18 տարեկան պատանու համար միանգամից բացում է կյանքի դռները եւ դու հայտնվում ես միայնակ գիտեք ժամանակները այս մեր ժամանակներում ինքնուրույն են երեխաներն ավելի իրենք իրենց միջոցով են կա մեր ժամանակները մենք քիչ կայացել ենք մեր ծնողների միջոցով հիմա ավելի ինքնուրույն են ես այսպես նայում եմ իմ շրջապատի երեխաներին իմ ընկերուհիների մեր կողքի մեր շահառուների երեխան ավելի ինքնուրույն են մենք գիտենք որ մենք պետքա կախված լինենք մեր ծնողներից եթե ուզում ենք այստեղ սովորենք մեր ծնողը պետք է հավանություն տար մեր ընտրությանը իսկ հիմա ասում են չէ մենք ընտրել ենք սա եւ դրանով առաջ են գնում ավելի ինքնուրույն ասացիք հաղորդման սկզբում ասացիք որ նաև մեր մեջ մի քիչ ինքնավստահության պակաս տեսեք հետաքրքիր է սերունդների միջև տարբերությունը քիչ ավակ սերունդը վախենում է նոր բան նախաձեռնել նույնիսկ այդ on-line հարթակից օգտվելու վախենում է որ մի բան սխալ կանի բայց նոր սերունդը այդ իմաստով ավելի համարձակ է ավելի նախաձեռնող են ու շատ մենք ուսանողներ ունենք, որոնք պրակտիկայի գալ հրաշալի երիտասարդություն ունենք, հրաշալի, նպատակասլաց, ես չգիտեմ, ես ապրում այդ երիտասարդություն, որ գալիս են ու իսկապես ապրեցնող երիտասարդություն ունենք։ Ուզում եմ մի շատ բարդ թեմայի մասին նաև խոսենք, որդեգրման թեման, բարդ ընթացակարգերով, բարդ պատմություններով, ընտանիքներ կան, տարիներով պայքարում են։ Ինչու է ոլորտը այսքան պրոբլեմատիկ։ Մի քիչ բյուրոկրատիան թղթաբանությունը, քանի որ, բայց ինձ համար ծնող դառնալը պետքա լուրջ ուսումնական ծնողավարության որդեգրելը մեր ժողովուրդը մտածում է որ կա թղթերը բերեց տվեց ինքը արդեն ծնող է ընթացակարգերն էլ հաճախ շատ մութ պատմություններով են արվում դա է այստեղ խնդիրը շատերը ուզում են առողջ երեխաներ որդեգրել իսկ երբ առողջ երեխան հայտնվում է մանկատանը այդտեղ նաև կոռուպցիոն բաներ են լինում քանի որ ընտանիքները շատ են որ ուզում են առողջ երեխա որդեգրել ինչ որ հարցեր ներքին կարգով է լուծվում չեմ ուզում մեկնաբանեմ այդ պատմությունները իմ կողմից ոչ կոռեկտ կլինի, այո, բայց մի բան կարող եմ ասել, որ ընթացակարգային շատ ավելի դյուրին է Հայաստանի Հանրապետություն որդեգրման process-ը, քան մեկ այլ երկրներում։ Մանկատան երեխաների հետ ոչ այնքան շատ ենք այդքան շփվում այդ գործընթացի հետ, քանի որ սոցիալական աշխատողը միայն կատարում է տնային այցելություն, այսինքն մեկ անգամ է հանդիպում ծնող դառնալու ցանկություն ունեցող քաղաքացու հետ։ Տնտեսական պայմաններն է ուսումնասիրում, սոցիալ-տնտեսական պայմանները եւ տալիս է դիրքորոշումը, որ գտնում է, որ դրական կողմերը ավելի են, կան կարող է ծնողը եւ դիրքորոշումը տալիս են, որ այո, մենք դեմ չենք, որ քաղաքացին որդեգրի երեխա։ Այսինքն պատրաստ են։ Այո, պատրաստ են, բայց շատ դեպքերում է լինում է, որ որդեգրում են ու երեխան իրեն շատ ավելի վատ է զգում այդ տանը։ Իրենք դեռ պատրաստ չէին, բայց ես չեմ կարող հարցին պատասխանել, քանի որ մենք չենք ծնողավարությունը մենք չենք դասավանդում, մենք սոցիալական աշխատողները չունեն այդքան ուժեղ գործընթաց այդ process-ի։ Ինչն է ձեզ խանգարում ձեր գործը ավելի արդյունավետ կազմակերպելու համար։ Պետական ռեսուրսների նվազ լինելը, ինչ պետական ռեսուրսների, կառավարության որոշումների, որոնք մեզ ավելի փակագծերի մեջ են պահում։ Յուրաքանչյուր քաղաքացու հետ պետքա վարվես ինդիվիդուալ, յուրաքանչյուր քաղաքացու խնդիր տարբեր է։ Հաղորդման սկզբից էլ ասեցի, որ
մենք պետքա ռեսուրս ունենանք։ Սոցիալական աշխատողը պետքա բաց լինի, պետքա կարողանա արագ արձագանքի։ Իսկ ես, երբ որ պետք է արձագանքեմ, մտածում եմ կառավարության որոշման էս ինչ կետին, ես օրինակ բռնի ուժով անօթևանին չեմ կարող ստիպել տանել անօթևանների կենտրոն։ Անօթևանը ձմեռ է, գետնին ձյան վրա պարկած է, ուտելիք չունի, շոր զգեստ չունի, տաք հագուստ չունի։ Խնդրում եմ, ասում եկեք ձեզ տեղափոխենք կենտրոն։ Ոչ, ես այստեղից չեմ գնում, աղտոտում եք կողքերը։ Հասարակական կարգ է խանգարում, բայց ես չունեմ այդ հնարավորությունը։ Ես չունեմ այդ ռեսուրսը, հենց օրենսդրական չեմ կարող քաղաքացուն իր կամքին հակառակ տեղափոխել մեկ այլ վայր։ Կարծում եք ճիշտ կլիներ, որ լիներ այդ կարգավորումը։ Այո, որտեղ շատ դեպքերում այդ քաղաքացիները, որոնք դրսում են հայտնվում ու ցանկություն չեն հայտնում, ասում են մեր ապրելակերպն է, շատ-շատերը մահանում են, շատ-շատերը հաշմանդամություն են ձեռք բերում, խանգարվում է ֆունկցիոնալությունը, արդեն մարդը իր մեջ ունի խնդիր, եթե հասել է այդտեղ։ Բնակարան են ուզում, այս պահին մենք չենք կարող բնակարանի հարց լուծել, համեցեք խնդրելով, համոզելով, սոցիալական աշխատողը միայն խորհրդատվություն է այդ պահին տալիս, բայց սոցիալական աշխատողը միայն խորհրդատվությունից զատ պետք է կարողանա ռեսուրսները օգտագործել, պետք է կարողանա այդ րոպեին ներազդել, որ գիտեք, պետք է դուք այստեղից տեղափոխվեք կենտրոն, մինչև մենք կարողանանք ձեր հարցը լուծել։ Ոչ թե ոստիկանությունը գալիս է համայնքի ներկայացուցիչը, բոլոր ներկայացուցիչները քաղաքացին ասում է, ես չեմ տեղափոխվում, ու ոչ մեկ ոչինչ չի կարող անել։ Բարեկային ոստիկանները այնտեղ են, իրենք չեն կարողանում քաղաքացուն ստիպել այդտեղից դուրս գալ։ Մի կողմից մեր քաղաքացիները բողոքում են, ասում են ոչինչ չեք անում, ինքը այդտեղ նստած է։ Նաև շատ բարդ խնդիր մանկական մուրացկանության թեման։ Ձեր կողմից ինչ որ քայլեր արվում են այս ուղղությամբ, դուք որքան եք տեղեկացված եւ որքան եք ներգրավված այստեղ։ Սոցիալական աշխատողը կարող է խորհրդատվություն տալ, կարող է ծնողի հետ զրուցել, ծնողն ասում եմ երեխան ոչինչ չի անում, այդ րոպեից մեծ մուրացկանությամբ չեմ զբաղվում։ Ու սոցիալական աշխատողը ոչինչ չի կարող անել։ Տարբեր շրջանակների հետ կապեր է լինում է, որ այդ երեխաներին ստիպում են, հազար մի պատմություն կա։ Մեծ գործ ունի անելու ոստիկանությունը։ Ոստիկանությունը պետք է շատ ուշադրություն դարձնի ու համագործակցի սոցաշխատողների հետ, մեկս մեկ այդ համագործակցելով այս հարցին լուծում դիտանք, բայց իրենք էլ չեն կարողանում, որտեվ օրենսդրական, եթե ծնողը անչափահաս է, երեխայի ծնողը ասում է ինքը ոչինչ չի անում ու երեխան ասում է ես այդպիսի մուրացկանությամբ չեմ զբաղվում, ոչ մեկ ոչ մի բան չի կարողանում անել։ Կան հարցեր, որ շատ մտածելու տեղիք են տալիս ու օրենսդրական լուրջ փոփոխություններ են։ Դեպքի որ ծնողներն են ստիպում, որ երեխաները։ Այո, բայց ես իրավասություն չունեմ ծնողին ասել, որ դու ես ստիպում։ Ծնողը հաջորդ օրը բողոք է գրում սոցիալական աշխատողին, որ սոցիալական աշխատողը հրահրում է մեզ, մենք դա չենք ուզում անել, բայց սոցիալական աշխատողը հրահրում է մեզ այդ ամեն ինչին մասնակցություն դառնալու համար։ Կամ վախացնում է մեզ, կամ ստիպում է մեր առօրյայից դուրս գալու։ Անհետ դիմումներ, բողոքներ ենք ստանում, անհետ։ Եվ հարցեր, որոնք կարճ պատասխաններ են ենթադրում, ամենաբարդ խնդիրը, որի շուրջ աշխատում եք վերջին շրջանում։ Անօթևանների հետ խնդիրն է, որ անօթևաններին չեն կարողանում ոչ մի կերպ ներգործել, որպեսզի իրենք այդ ապրելակերպից դուրս գան։ Ով կամ ինչն է ձեզ օգնել դառնալ այն, ինչ դուք կաք հիմա։ Իմ տատիկս։ Տատիկիս օրինակը։ Սովի տարիներին տատիկս իր քյամարը, այն ժամանակ էլ են եղել լոմբարդներ, իր քյամարը հանձնել է լոմբարդ, գումար է վերցրել ու ցորեն է արել։ Ու այդ ցորենը ամբարներում է լցրել, երբ որ սովը սկսել է, տատիկս այդ ցորենը խաշել է ու զինվորներին, մանկապարտեզներին, բաժանել է, որ մարդիկ սոված չմնան, ու միշտ իմ եղբայրները բան ասում են Նազոյի թոռը, ու ես հպարտ եմ դրանով, որ մի գենի կրողն եմ, որ օգնող ձեռք է։ Եթե անցյալ վերադառնալու եւ մեկ բան փոխելու հնարավորություն ունենայիք, ինչը կլիներ։ Վերականգնեի նորից այդ թասիբը հայի հայրենասիրության, այդ հայրենասեր, քո հողը սիրող, քո երկիրը սիրող, այդա կուզեի փոխեինք։ Բարությունը կվերականգնեի, աստվածավախությունը կվերականգնեի։ Շատ ենք հեռացել։ Կանայք կարող են հայհոյել, տղամարդիկ կարող են իրենց շատ թույլ պահել, երեխան կարող է տարիներ կրթող ուսուցչին վիրավորել։ Ձեր տեսած ամենազդեցիկ տեսարանը 44 օրյա պատերազմի օրերին էր,
հիվանդանոցներով էի շրջում, մտա պալատ 3 տղա էին, ասի տղաներ ջան, եկել եմ, ինչով կարող եմ ձեզ օգնել, զուտ եկել եմ, ես ձեր քույրն եմ, եկել եմ ձեզ օգնեմ, ասի սիրած աղջիկ չունեք, գնամ ծաղիկ տանեմ, բերեմ ձեզ մոտ, ինչ եք ուզում, որ ձեր օրը մի բանով լցնեմ, մի հատ հազիվ ձայնով գլուխ բարձրացրեց, ասեց, ուզում եմ շուտ լավանամ, հասնեմ ընկերներիս։ Երիտասարդի դեմքն ու այդ հզոր լինելու ու որ ընկերներին հասնելու, որ պետքա հաղթենք, պետքա, ես այդ տեսարանը չեմ կարող մոռանալ։ Առ այսօր իրենք պատերազմի մեջ են։ Իրենք պատերազմի մեջ են, այն տղաները, որոնք որ մեր հետ են հիմա, փառք Աստծո, իրենք իրենց հետ պատերազմի մեջ են։ Գիտեք, այնքան դժվար է, որ լսում ես, ասում եմ, ինչի իմ ընկերը ոչ թե ես։ Ինչի ես հիմա ձեր դիմաց նստած եմ, այլ ոչ թե իմ ընկերը։ Սիրելի գիրքը, ֆիլմը, երաժշտական կատարումը։ Վերջի գիրքը, որ կարդացի, Մանախ Կատորի Վաճառեց Ֆերարին։ Հա, այո, վաճառեց իր Ֆերարին եւ վերջի գիրքը դա էր։ Փորձեցի թքած ունենալու արվեստը կարդալ, բայց չկարողացա ճիշտ որ։ Շատ պարզունակ է, շատ։ 3 մեր հին կարճամետրաժ ֆիլմերն էինք նայում հայկական, միշտ հոգեհարազատ այդ ֆիլմերը։ Արդիական է իմ համար ու ես կարող եմ դրան 100 անգամ նայել։ Շնորհակալություն։ Ձեզ էլ շնորհակալություն։ Շատ հաճելի էր, ինչպես միշտ զրուցելը ձեզ հետ ինձ համար շատ թանկ է ու շատ հաճելի։ Շատ շնորհակալություն։ Փոխադարձ։